Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը եւ հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Որպես զարգացման հապաղում ունեցող բալիկի մայրիկ, ցավով խոստովանում եմ, որ երկար ժամանակ հաշտ չեմ եղել երեխայի ախտորոշման հետ, ուստի խորհուրդ եմ տալիս մայրիկներին զոր չգնալ հասարակության կարծիքին եւ շատ շուտ սկսել աշխատանքը մասնագետների հետ, չնայել հասարակության կարծիքին եւ չմտածել, թե դիմացինը ինչ է մտածում բալիկիդ մասին։ Շատ հաճախ ծնողներն առաջինն են տեսնում երեխաների մոտ այդ առանձնահատկությունները եւ առաջինը պետք է կարողանան բարձրաձայնել դրա մասին եւ որքան շուտ արձագանքեն եւ դիմեն համապատասխան մասնագետի, այնքան ավելի լավ արդյունք կունենան ապագայում։ Զարգացման հապաղում ունեցող երեխաների ծնողների ներգրավվածությունը շատ կարևոր դեր է խաղում նրանց կյանքում։ Ճիշտ է, մասնագետները կատարում են անփոխարինելի աշխատանք, բայց ծնողը անընդհատ է գտնվում երեխայի կողքին եւ անընդհատ նրան աջակցում է։ Հաճախ տեսնում եմ, որ ծնողները փորձում են պաշտպանել իրենց երեխաներին եւ չեն տալիս տվյալ ախտորոշման անունը։ Դա իհարկե հասկանալի է, քանի որ ծնողները փորձում են երեխաներին զերծ պահել խարազանումից, նաեւ բուլինգներից, որը տեղի ունենում թե դպրոցում, թե մանկապարտեզում եւ թե դրսում։ Մտավոր հետամնացություն։ Այս տերմինը համարվում է հնացած, ոչ կոռեկտ ու չի կիրառվում մասնագետների շրջանում, բայց խնդիրն ավաղ չի վերացել։ Այսօր այն մեզ հայտնի է մտավոր զարգացման խանգարում անունով։ Միջազգային տարբեր աղբյուրների համաձայն աշխարհի բնակչության մինչև 3%-ն ունի մտավոր զարգացման խանգարում։ Եվ ահա թե ինչ է կարևոր իմանալ նախքան այն ուսումնասիրելը։ Ախտորոշումը սովորաբար դրվում է 5 տարեկանից հետո։ Մինչ այդ մենք խոսում ենք զարգացման հապաղման կամ գլոբալ զարգացման հապաղման մասին։ Այսօրվա քննարկումը կկառուցենք հենց այդ հերթականությամբ։ Ծնողական ժողովում խոսում ենք մտավոր զարգացման խանգարման մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի մայրիկներ, շնորհակալություն, որ միացել եք ծնողական ժողովին։ Այսօրվա քննարկվելիք թեման բարդ է եւ ծնողից համարձակություն պահանջող գալ այստեղ խոսել, նաև հասարակությանը ուղերձներ հղել այդ առումով շնորհակալ եմ մայրիկներ, որ այսօր մեր տաղավարում եք, չափազանց գնահատում եմ այն վստահությունը, համարձակությունը ու անկեղծությունը, որը ձեզ բերել է այսօր մեր տաղավար։ Նախ փորձենք հասկանալ, թե երբ առաջին անգամ զգացիք, որ երեխայի վարքում, շփման առանձնահատկություններում կա ինչ-որ բան, որ առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Հետ գնանք ու փորձենք այդ դրվագները վերլուծել, խնդրեմ։ Քանի որ իմ բալիկը առաջին բալիկն էր եւ ես տենց շատ ոնց որ տեղյակ չլինեի այդ փուլերի մասին, ոնց որ ինձ ավելի շատ կողքից ասացին քույրիկներս, ովքեր արդեն բալիկներ ունեին, որ գիտես ոնց որ անվանը չի արձագանքում, երկուս չկար աղջիկս ու հենց այդ անվանը արձագանքելու միտումով դիմեցի մասնագետների զարգացման հապաղում իրան ախտորոշեցին ու սկսվեց մեր աշխատանքները այդտեղից։ Էմինե ձեր փորձին գանք։ Իմ խնդրի կրողը դուստերս է, չնայած դուստերս նորից իմ առաջնեկն է, բայց 3 տարեկանում արդեն ես նկատեցի, որ ինքը իր հասակակիցներից տարբերվում է եւ վարքով եւ մտավոր կարողություններով շատ դժվար ինքս ինձ համոզեցի դիմել մասնագետի եւ այո մասնագետը ախտորոշեց զարգացման հապաղում պետք է խոստովանեմ իհարկե ցավով որ ախտորոշումից հետո նույնիսկ մի քանի տարի ես բալիկիս խնդիրը չեմ ընդունել եւ այդ ախտորոշման հետ հաշտ չեմ եղել դժվարության հանդիպեցինք երբ բալիկը սկսեց հաճախել դպրոց 2016 թվականն էր եւ պատկերացրեք ուսուցիչների մեծ մասը նույնիսկ պատկերացում չուներ թե ինչպես պետք է աշխատել առանձնահատկություն ունեցող երեխաների հետ։ Հենց այդ պահին ես հասկացա, որ ունեմ երկու ընտրություն, կամ շարունակում եմ ինքնախապեյությամբ զբաղվել, երկուսիս էլ կործանել, կամ ի վերջո ընդունում եմ իրականությունը, որում մենք վաղուց էինք, բայց ես փորձում էի չնկատել եւ դիմել համապատասխան մասնագետների եւ սկսել ինտենսիվ աշխատանքը։ Երբ այս կետից հետ եք նայում ինքներդ ձեզ, ինչպես եք վերլուծում, ինչն էր ձեզ խանգարում ընդունել խնդիրը։ Ինչպես նշեցի 2016 թվականն էր, շատ նպաստեց հասարակության կարծիքը։
շատ սուր էին արձագանքները երեխայի կարողությունների հետ կապված։ Ինքս ինձ չէի կարողանում համոզել, որ հնարավոր չէ այսպիսի բան։ Մեղադրական փուլներ, մեղադրանք առաստված, առմարդիկ, առբժիշկներ, ինչու ես, միգուցե դրանք։ Ուզում եմ թերևս այս թեմայի շարունակությունը մանկավարժների հետ քննարկել, որովհետև փորձ կա շփվելու թե երեխաների, թե ծնողների հետ։ Ձեր դիտարկմամբ ինչն է խանգարում ծնողներին նայել խնդրի աչքերին, եւ արդյոք օրինակ մանկավարժը կարող է լինել այն օգնող մարդը, այն դերակատարը, որ ինչ որտեղ կօգնի ծնողին հասկանալ, ընդունել խնդիրը, խնդրեմ։ Շատ հաճախ ծնողները վախենում են բախվել իրականությանը եւ միջավայրի կարծիքն է իրենց խանգարում։ Բայց կարող եմ ասել, եթե 2016 թվականին խնդիրը ավելի այսպես լուրջ էին դիտարկում, միգուցե նման երեխաներին շատ ուշադիր նայեին, ինչ որ խոսքեր ասել, այսօր դպրոցում նկատում ենք այնպիսի միջավայր, որտեղ սեր, հոգատարություն է իշխում։ Մեկը մյուսի նկատմամբ, նման երեխաների նկատմամբ եւ հետաքրքիր է, որ մենք չենք համարում դա խնդիր, այլ առանձնահատկություն։ Անդադ պետք է ծնողներին օգնություն։ Երբ օրինակ նման ծնողի հանդիպում ենք միջանցքներում եւ այլն, իրենք հարցնում են ու կարիք ունեն, որ դու գովես իրենց բալիկին, դրականն ասես ու այսպես շատ ուրիշ հայացքով են նայում, ես նկատել եմ շատ եւ կարեւոր է ուսուցչի ներգրավվածությունը, ծնող ուսուցիչ այս փոխհարաբերությունը, որը կբերի անպայման լավ արդյունքի։ Նամանավանդ երբ որ այսօր մանկավարժները դրական են տրամադրված, շատ ավելի մեծ ուշադրություն մենք դասարանում հատկացնում ենք իրենց գրատախտակի մոտ են կանչում ու իրենք չեն ընկճվում դրանից կամ ինչ որ տարբեր իրենց չեն զգում մնացածից։ Այդ հավասարության խնդիրը այսօր գրեթե չունենք։ Իսկ ինչ է կարծում, ինչ ենք կորցնում, երբ տևական ժամանակ չենք ընդունում խնդիրը, երբ ժամանակը գնում է, մենք չենք աշխատում երեխայի հետ այնպես ինչպես հարկն է։ Մենք նկատի ունեմ թե ընտանիքը, թե դպրոցը խնդրի չընդունումը, ինչ հավելյալ խնդիրներ է իր հետ բերում։ Խնդրի չընդունումը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ տվյալ խնդիրը ավելի է բարդանում եւ խորանում եւ կարող են արդեն ուրիշ խնդիրներ առաջանալ։ Դպրոցում ուսուցիչները այնպես են անում, որ տվյալ երեխաները նույնիսկ դասի ժամանակ հեշտացված սովորեն։ Մենք բացում ենք անհատական ուսուցման պլաններ, AUP-ներ եւ դնում ենք առարկաների համար նպատակ եւ հեշտացված կարճաժամկետ նպատակները, որպեսզի այն երեխաները, որոնք ունեն զարգացման խնդիր, հեշտ սովորեն եւ ինչ որ բանի մենք հասնենք նրանց հետ, որովհետև նրանց հետ սովորելը մի քիչ այլ ուղղությամբ է գնում, իսկ մնացած աշակերտների հետ այլ ուղղությամբ։ Այնպես որ ժամանակ այս պարագայում մեր օգտին չի գործում, որքան շուտ գիտակցենք ու անցնենք գործի, այնքան ավելի շատ կօգնենք երեխային։ Մի նախապաշարում ու երևի բարդույթ կա նաև հասարակության շրջանում, մենք հաճախ պարզապես չգիտենք ինչպես արձագանքել, որն է կոռեկտ ձևը ծնողին հարցնելու, օրինակ, որն է երեխայի խնդիրը, որն է ձեր ակնկալիքը, որն է ձեր կարծիքով ճիշտ տարբերակը կամ ձեր լսած ամենապատշաճ ձևակերպումը, ամենանրբանկատ հարցը, որ դուք ստացել եք ու կցանկանայիք, որպեսզի հասարակության հետաքրքրությունը օրինակ այդպես ձևավորվեր, որպեսզի վերաբերմունքը լիներ ճիշտ, թե երեխայի եւ թե ձեր հանդեպ, խնդրեմ։ Իմ կարծիքով երեխայի առանձնահատկությունները երբ նկատում են հասարակության մեջ, արձագանք են այնպես, որ նա հետաքրքիր է զգում աշխարհը, հա, այսինքն այնպես չի զգում ինչպես բոլորը, որտեղ նա կարող է ձայներ ուրիշ ձև ընկալել, շոշափելիքը ու դա ակնհայտ է լինում ու շատ հետաքրքիր է, երբ հետևում ես նման երեխաներին, իրոք հետաքրքիր է նրանց աշխարհը ու երբ կողքից դա նկատում են, դա ոնց որ ծնողի համար ավելի հաճելի է, քան որ վերաբերում են որպես խնդիր դրան։ Այսինքն կարող ես նրանց աչքերով նայել մի քիչ եւ աշխարհը ավելի ուրիշ ձև կտեսնես նաեւ դու։ Խնամք, սնունդ, դաստիարակություն, կրթություն բոլոր թեմաների մեջ մեզ շրջապատող մարդիկ կարծես թե իրենց թվում է, որ ավելի շատ բան գիտեն, քան մենք։ Այս պարագայում վստահ եմ մարդիկ գուցե նրանց շարժառիթը ձեզ օգնելն է, բայց նորից կարող են շատ ոչ կոռեկտ ձևով դա անել։ Ինչ եք լսում սովորաբար, ինչ են խորհուրդ տալիս, ինչ են ուղղորդում եւ ինչպես եք դուք պատասխանում դրան։ Ամենասարսափելի նախադասությունը, որը լսել եմ իմ կյանքի ընթացքում, դա բալիկիս գիշերօթիկ տանելն է, որպեսզի իմ հոգսը, բեռը թեթևանա։ Նման մարդկանց հետ ես դադարեցնում եմ շփումս ուղղակի։ Եթե իրենք չեն ընդունում իմ բալիկին, չեն ընդունում իրեն յուրահատկությունով հանդերձ, ուրեմն իրենք նաև տեղ չունեն իմ սրտում եւ իմ կողքին։ Իրենց թվում է, որ դրանով իրենք օգնում են մեզ, բայց չեն հասկանում, թե որքան ցավ են պատճառում։
ամեն անգամ այդ բաց վերքի վրա աղցանելով։ Ծնողները կարող են չնկատել զարգացման հապաղման եւ մտավոր զարգացման խանգարման միջև սահմանը։ Սակայն երևույթների միջև առկա տարբերությունը տեսնելը կարևոր է։ Հակառակ դեպքում հնարավոր է գերագնահատել կամ թերագնահատել խնդիրը, ըստ այդմ մատնվել անհարկի խոճապի կամ ուշացնել արձագանքը։ Անցումային այս կետի շուրջ է մեր կազմակերպած հարցախույզը։ Զարգացման հապաղումը կանցնի ինքն իրեն, երեխան մի քիչ մեծանում է եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Միֆ է, թե իրականություն։ Իհարկե միֆ է։ Եթե խնդիր կա, եթե լուրջ խնդիր կա զարգացման հապաղում կա, չպետք է հույս դնել անցնելու վրա, մասնագետի հետ հնարավորինս շուտ աշխատել, գիտեմ, որ ինչքան շուտ են խնդիրը հայտնաբերում ու աշխատում խնդրի հետ, այնքան շանսերը մեծ են։ Լինում է զարգացման հապաղումներ, որոնց պետք չի շատ խիստ ուշադրություն դարձնել, տարիքային իրենք բնականաբար անցնում են, բայց եթե նկատվում է լուրջ խնդիրներ, միանշանակ պետք է միջամտել։ Կարող է եւ իրականությունը եւ կարող է միֆ լինել, որովհետեւ կան այնպիսի զարգացման հապաղումներ, որ ընթացքում, տարիների ընթացքում այդ վիճակը իր մոտից անցնում է, բայց կան նաեւ որ չել անցնում, այդպես մնում է։ Սա հիմնականում միֆ է, միայն թեթև զարգացման խնդիրները կարող են ինքնուրույն կարգավորվել ժամանակի ընթացքում, օրինակ խոսքի զարգացման հապաղումները կամ եթե ունենք լսողության խնդիր եւ կարգավորում ենք խոսքը սկսում է ըստ տարիքի զարգանալ, բայց եթե ունենք 2 եւ ավելի ոլորտներում զարգացման հապաղում, ապա հավանականությունը, որ սա ինքնուրույն կանցնի, արդեն լինում է ցածր։ Հիմնականում կարողանում ենք ախտորոշել կամ ծնողներն են նկատում կամ նաեւ շրջապատներն նկատում, երբ երեխան ուշ է խոսում, ուշ է քայլում, վատ է արձագանքում, օրինակ անվանը, եւ այդ ժամանակ կազմակերպվում է վաղ միջամտությունը, որը բերում է նրան, որ երեխան կարողանում է իր ամբողջ պոտենցիալը օգտագործել հետագայում։ Զարգացման հապաղումը միշտ վերածվում է մտավոր զարգացման խանգարման։ Միֆ է, թե իրականություն։ Չենք կարող ասել միշտ կդառնա։ Իհարկե, եթե աշխատեն զարգացման հապաղման հետ, հավանականությունը մեծ է, որ չի դառնա խանգարում։ Կան խնդիրներ, որոնք եթե թեթև ես վերաբերվում, դառնում են մտավոր լուրջ խնդրի։ Եթե մտածում ես դե լավ կմեծանան կանցնի, բայց իրականում դա խնդիր էր, որը պետք է լուծել ժամանակին։ Այո, միշտ վերածվում է մտավոր զարգացման խանգարման։ Միֆ է, բայց պետք է հաշվի առնենք, որ եթե երեխան փոքր տարիքում գնահատվել է զարգացումը եւ որևիցե մտավոր զարգացման խնդիրներ չեն հայտնաբերվել, ապա այն չի կարող վերածվել մտավոր զարգացման խանգարմանը։ Բայց եթե ունենք այլ ոլորտներում երկարատև ազդեցություն, օրինակ խոսքն, սոցիալական հաղորդակցումն եւ չի կատարվել որևիցե միջամտություն, ապա այն իհարկե որոշ չափով մտավոր զարգացման վրա ունի ազդեցություն։ Մտավոր զարգացման խանգարումը կարող է առաջանալ սխալ ծնողավարման հետևանքով։ Միֆ է, թե իրականություն։ Լինում է մտավոր խնդիրներ, որոնք գենետիկորեն փոխանցվում են, այսինքն այդտեղ ծնողը եթե ուշադիր է լինի, փոխանցվել է, այդտեղ ոչ մի բան չեն կարող անել։ Չափազանց երկար ժամանակ էկրանի դիմաց ու ոչ պատշաճ կոնտենտով էկրանը միանշանակ եւ հոգեկան խանգարման կարող է հանգեցնել եւ մտավոր խանգարումների։ Այո, ծնողների անուշադրության եւ բաց թողումների հետևանքով է առաջանում։ Սա միֆ է, քանի որ մտավոր զարգացման խանգարումների դեպքում մենք ունենք կենսաբանական կամ նյարդաբանական խանգարումներ, որոնք կապված են գենետիկ գործոնների կամ հղիության, ծննդաբերության բարդությունների հետ, իսկ սխալ ծնողավարությունը կամ բարձի թողի վիճակը, երկարատև բարձի թողի վիճակը կարող է բերել վարքի հուզական խանգարումների եւ նաեւ ուսումնական առաջադիմության վրա կարող է ազդել, օրինակ էկրանների երկար օգտագործումը կամ մանկապարտեզ չհաճախելը, սոցիալական իզոլացումը կարող է բերել նրան, որ համ խոսքի զարգացման հապաղումներ կարող են զարգանալ, համ էլ դպրոցում ադապտացիան երեխայի դժվարանա։ Թողարկման այս հատվածն ամբողջությամբ կնվիրենք մտավոր զարգացման խանգարման ուսումնասիրությանը։ Ամենակարևորի մասին զրուցելու ենք Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի զարգացման մանկաբույժ Մագդա Սարուխանյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Արդեն լսեցինք, որ զարգացման հապաղումը միշտ չէ, որ վերածվում է մտավոր զարգացման խանգարման։ Սակայն հարցախույզն էլ վկայում է, որ մարդիկ շփոթում են այս երևույթները ու կարծում եմ ճիշտ տեղն ու ժամանակն է լսելու զարգացման հապաղման սահմանումը զարգացման մանկաբույժից։ Այո, շատ ճիշտ եք նկատել։
Ըստ բնորոշման զարգացման հապաղումը դա երեխայի որևէ ոլորտում զարգացման հետ մնալն է իր տարիքին համապատասխան նորմերից։ Նորմերը սահմանված են միջազգայինորեն, այսինքն դրանք ստանդարտիզացված են եւ ունեն սահմաններ, այսինքն որևէ ոլորտի համար չկա 1 տարիք սահմանված։ Դա սահմանն է, օրինակ 9-ից 12 ամսական, 12 ամսականից 16 ամսական։ Սակայն եթե թույլատրելի սահմանից անցել երեխան չի համապատասխանում իր տարիքին, ապա խոսում ենք զարգացման հապաղման մասին եւ դա տարբեր ոլորտներում է շարժողական եւ խոշոր շարժողական եւ մանր շարժողական խոսքի եւ լեզվի զարգացման շփման սոցիալական հմտությունների ադապտիվ ֆունկցիաների, այսինքն ինքնասպասարկում եւ այլն եւ մտավոր զարգացման եւ սովորաբար այս մասին խոսում ենք մինչեւ 5 տարեկան հասակը։ Կրկին տարբերակելու համար հարկ է բացատրել նաև մտավոր զարգացման խանգարումն ինչ է, ինչպես է այն անդրադառնում երեխայի կյանքի որակի վրա, կյանքի որ ոլորտների վրա է ազդում առավելապես։ Մտավոր զարգացման խանգարման մասին խոսում ենք ավելի մեծ տարիքում, սովորաբար 5 տարեկանից հետո, երբ ավելի վստահելի են այն թեստերը, որոնցով հնարավոր է կատարել գնահատումը։ Մինչ այդ իհարկե եւս կատարվում է գնահատումը, սակայն քանի որ երեխայի ուղեղը դեռ զարգացման process-ի մեջ է եւ ճկունություն ունի, այսինքն փոփոխությունների ենթակա է, մինչ այդ տարիքը խոսում ենք հապաղման մասին, սակայն երբ մտավոր զարգացումը 5 տարեկանից հետո ըստ գնահատման արդյունքների ցածր է, խոսում ենք արդեն մտավոր զարգացման խանգարման մասին։ Ինչ հետևանքներ իհարկե կարող է ունենալ, նախ համակցված կարող է լինել տարբեր գենետիկ խնդիրների հետ, նյարդաբանական խնդիրների հետ, վարքային խնդիրների հետ, քնելու, ուտելու խանգարումներ կարող են առաջանալ։ Նախկինում որպես բնորոշում եւ որպես ծանրության գնահատական տրվում էր թեստի արդյունքը թվերով, որով որ կատարվում է ներկայացնել գնահատումը, բայց ներկայումս հաշվի է առնվում նաև ադապտիվ ֆունկցիաները, այսինքն ինքնասպասարկումը տարբեր ոլորտներում, ուտել, հագնվել, խանութում, հաշվարկներ, դպրոցում սովորել, այսինքն գումարվում է թիվը, որ ունենք գնահատման արդյունքում, եւ այն ֆունկցիոնալությունը, որը ունի անձը, որովհետեւ նույն թվի պարագայում մեկը կարող է ունենալ ավելի լավ ֆունկցիոնալություն եւ մյուսը ունենալ ավելի պակաս ֆունկցիոնալություն։ Սա եւս փոխվել է վերջին տարիներին, այսինքն մտավոր զարգացման թիվը, բոլորիս կողմից ճանաչված IQ-ն եւ ադապտիվ ֆունկցիաները։ Պետք է խնդրեմ նաև ըստ բարդության, ըստ աստիճանների, մի փոքր նկարագրեք, թե երեխայի կյանքի որ ոլորտների վրա է առավելապես ազդում մտավոր զարգացման խանգարումը։ Թեթև աստիճանի դեպքում երեխան ունենում է արդեն մեծ տարիքում ունենում է ինքնասպասարկում, ակադեմիական գիտելիքներ եւ սոցիալական շփում։ Միջին աստիճանի դեպքում ունենում է աջակցության կարիք, այսինքն ինքնուրույն չի լինում, բայց մի փոքր աջակցության պարագայում կարողանում է ինքնասպասարկվել, սոցիումի մեջ ընդգրկվել։ Ծանր եւ շատ ծանրի դեպքում ցավոք այդ ընդգրկվածությունը ոչ ինքնասպասարկման առումով եւ ոչ շփման առումով, նաեւ խոսքի առումով բացակայում է, այստեղ մենք կարիք ունենք մշտական աջակցության։ Մտավոր զարգացման խանգարմանն առնչվող մյուս հարցերը առաջարկում եմ քննարկենք ծնողների հետ, խնդրում եմ միասին տեղափոխվենք տաղավարի այս հատվածը։ Եվ այսպես հարգելի մայրիկներ, հիմա պետք է խաղ խաղանք։ Սեղանին տեսնում եք այո եւ ոչ գրություններով վահանակներ, պետք է խնդրեմ վերցնեք դրանք։ Ես կընթերցեմ պնդումներ եւ կխնդրեմ ձեզ արձագանքել վահանակների գրությունների միջոցով, համաձայն եք թե ոչ այս պնդումների հետ։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Երեխան դժվարանում է հասկանալ ու սովորել, ուշ է յուրացնում ինքնասպասարկման հմտություններ, այսինքն ուտել, հագնվել, ատամները լվանալ, ունի սոցիալական շփման դժվարություններ։ Այս բոլորը մտավոր զարգացման խանգարումը վկայող կարմիր դրոշակներ են, այո թե ոչ։ Կան եւ դրական եւ բացասական պատասխաններ։ Ես համաձայն եմ այս թեում նստած մեր ծնողների հետ, այո, դրանք ցանկացած պարագայում դրոշներ են, որոնք պետք է մեզ հուշեն, որ
դիմել համապատասխան մասնագետների, վերջնական գնահատական ստանալու համար արդյոք ունենք խնդիր որևիցե ոլորտում, ունենք հապաղում եւ որ մասնագետների հետ է անհրաժեշտ աշխատել, սպասել, տեսնել թե կփոխվի արդյոք եւ ինչ ուղղությամբ կփոխվի, կարող է լինել ժամանակավրեպ։ Այստեղ կարծում եմ հարկ է անդրադառնալ կարմիր դրոշակներին, մի քանի կետ նշվեց, հա ուտել, հագնվել, այսինքն ինքնուրույն ինչ-որ գործողություններ կատարել, կխնդրեի, որ շարունակեք այս ցանկը, որ կետերը պետք է ծնողի համար ահազանգ լինեն, եթե բացակայում են։ Մի կարևոր միտք եմ ուզում ասել, ցանկացած տարիքում ձեռք բերած հմտությունների կորուստն է, օրինակ ինչ որ տարիքում երեխան անվանը արձագանքում էր եւ որոշ ժամանակ անց անվանը չի արձագանքում կամ օգտագործում է ժեստեր, բառեր, որոնք այլևս չի օգտագործում։ Դա ցանկացած պարագայում, ցանկացած տարիքում կարմիր դրոշ է համարվում։ Եվ եթե տարիքային մեծ բաժանումներ կատարենք, օրինակ մինչև 1 տարեկան պարագայում սոցիալական ժպիտի աչքին կոնտակտի բացակայությունը, արդեն 1 տարեկանին մոտ անվանը չարձագանքել, մատնացույց չանել, կամ օրինակ 16 ամսականում, մոտավոր 16 ամսականի շուրջ բարի բացակայությունը կամ չքայլելը, դրանք արդեն հապաղումների մասին խոսող կարմիր դրոշներ են, կամ օրինակ 24 ամսականում, 2 տարեկանում 2 բառով համակցությունների կարճ նախադասությունների բացակայությունը եւս համարվում է հապաղում։ Շարունակենք, վաղ միջամտությունը կարող է էականորեն բարձրացնել մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխայի ինքնուրույնությունն ու կյանքի որակը։ Ինչ եք կարծում։ Կարծում եմ պատասխանը միանշանակ է։ Հոյակապ, այո, միանշանակ այդպես է եւ սпасել եւ տեսնել եզրույթը այս դեպքում ընդունելի չի, այսինքն ցանկացած տարիքում երբ նկատում ենք որևիցե նշան, սիմպտոմ, մինչեւ ունենալը վերջնական ախտորոշումը պետք է աշխատել տվյալ նշանի հետ, օգտագործել ոսկե ժամանակը, քանի որ այդ ժամանակաշրջանն է, որ կարող ենք աշխատելով ունենալ լավագույն արդյունք եւ նույն զարգացման հապաղման պարագայում գանք հասնենք տարիքային նորմային եւ չունենանք այլ խնդիրներ։ Շատ լավ, մայրիկներ, հաջորդ հարցը, խնդրում եմ ուշադիր եղեք, մտավոր զարգացման խանգարումը չի բուժվում դեղորայքով, սակայն հնարավոր է բարելավել երեխայի ֆունկցիոնալ կարողությունները։ Համամիտ եք թե ոչ։ Բոլորը համամիտ են այս մտքի հետ։ Այո, այստեղ եւս ճիշտ ենք, ինչպես արդեն նշեցի, ներկայումս բնորոշումը գնում է ոչ միայն թվերի լեզվով, այլ նաև ադապտիվ ֆունկցիաների, այստեղ մեծ դեր ունի ֆունկցիոնալությունը եւ այդտեղ այդ մասով է, որ մենք կարող ենք օգնել երեխային ոչ թե թվի փոփոխության, որովհետեւ տվյալ թիվը սովորաբար հաստատուն է 5 տարեկանից հետո, սակայն կարող է վերջնարդյունքը ինքնասպասարկումը փոխվել մեր օգնության շնորհիվ։ Այստեղ ուզում եմ մայրիկների փորձին գանք, ինչ եք անում դուք, որպեսզի երեխայի գրանցած արդյունքները պահպանվեն եւ հետո հնարավորության դեպքում, որքանով որ դա հնարավոր է, կրկնապատկվեն։ Ինչ կարող ենք անել։ Ես առօրյայում փորձում անընդհատ կիրառել, հա, օրինակ բառեր, որը սկսել է ասել, այդ ամեն ինչը փորձում անընդհատ պահանջել իրանից, աչքերի կոնտակտը պահանջել, մատիկով ցույց տալը պահանջել, փորձում չհասկանալ իրան, որ ինքը ամեն ձև բացատրի, հա, ու ստացվում է ոնց որ այդ մեթոդը ոչ թե դասի նման եմ ինչ որ զբաղվում, այլ առօրյայում փորձում ներառեմ այդ ամեն ինչը շփման ձև որպես իր հետ։ Կոնկրետ այս պարագայում շղթա է, հա, ծնող մասնագետի երեխա այդ շղթայի բալանսը պետք չէ թուլացնել, անդադ աշխատելով գրանցել հաջողություններ։ Իսկ ձեր դիտարկմամբ օրինակ երեխայի կյանքի հաստատուն ռեժիմը, ընտանիքի մթնոլորտը, տրամադրվածությունը, գոնե այս երկու գործոնների ազդեցությունը նկատել եք երեխայի վրա։ Եվս մեկ հարց ունենք, մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխաները նպաստող կրթական միջավայրում կարող են սովորել եւ զարգանալ իրենց տեմպով, յուրաքանչյուրն իրեն տրված հնարավորությունների սահմաններում։ Բոլորն ասում են այո, ուզում եմ որ մանկավարժ մայրիկներին լսենք, հետո դուք կմեկնաբանեք։ Դրական օրինակներ հետևողական աշխատանքի եւ արդյունքների, եթե ունեցել եք, պետք է խնդրեմ, որ պատմեք մեզ։ Յուրաքանչյուր երեխա ունի իր ներուժը եւ յուրաքանչյուրի հետ տարվում է անհատական աշխատանք։ Իմ դասավանդող դասարանում ունեմ աշակերտ, ով խոսքային խնդիր ունի,
Եվ մենք կարողացել ենք այս տարի դուրս գալ ԱՈՊ-ից, այսինքն ինքը կարողացել է բարելավել իր դիրքերը, հնչյունային արտասանության խնդիր ունի, ինքը բավականին ակտիվ է եւ երեխաների մոտ այդ ակտիվությունը միջավայրի համապատասխան ստեղծումը միանշանակ կբերի լավ արդյունքի, համոզված եմ, եւ ամենակարևորը ծնող ուսուցիչ ընդհանուր համակցված աշխատանքի շնորհիվ եւ ամենակարևորներից մեկը նաեւ դպրոցի ուսուցիչների տրամադրվածությունն է եւ դրական միջավայրում ես տեսնում եմ, որ աճ գրանցում են նման երեխաները չեն անտեսվում, իրենց անդադ սեր, հոգատարություն է պետք, որը ստանում են։ Ինչն է նպաստում երեխային կրթական միջավայրում հասնել այն կետին, որին նա ընդունակ է հասնել։ Նախ նշեմ, որքան որ ես տեղեկացված եմ ու գիտեմ, կազմվում է անհատական ուսուցման պլան յուրաքանչյուր երեխայի համար, դա մի քայլ է, որ օգնում է երեխայի անհատական ներուժը հաշվի առնել եւ ինչ ենք մենք խորհուրդ տալիս, աշխատել երեխայի ուժեղ կողմերի վրա, այսինքն գնահատել ուժեղ կողմերը եւ առաջ գնալ այդ ուղղություններով, չկենտրոնանալ այնտեղ, որտեղ որ նա թերանում է։ Յուրաքանչյուր հապաղման դեպքում մոտեցումը տարբեր է եւ այստեղ եւս քանի որ տարբեր մասնագետներ են աշխատում, խորհուրդներն տարբեր են լինում, օրինակ, եթե կան կենտրոնացման դժվարություններ կամ վարքային խնդիրներ, կարճ խորհուրդներ է տրվում, որ նստեցնել ուսուցչին հնարավորինս մոտ, եթե երեխան ակտիվ է չի կարողանում երկար նստել, հնարավորություն տալ ավելի հաճախ ընդմիջում, կարճատև ընդմիջում ունենալի համեմատ մյուս երեխաների կամ եթե կան ընկալման դժվարություններ, խոսքի ընկալման դժվարություններ, այդ դեպքում հրահանգները տալ պարզ, կարճ մտքերով, այսինքն յուրաքանչյուր խնդրի պարագայում խորհուրդները լինում են տարբեր։ Եվ ակնկալիքների առումով նշեմ, որ բնականաբար որքան թեթև է արտահայտված հապաղումը եւ եթե մի ոլորտում է հապաղումը, այդ դեպքում մեր ակնկալիքները եւ հավանականությունը լավ արդյունքի ավելի մեծ է ի համեմատ նրա, եթե ունենք մի քանի ոլորտներում խնդիր կամ եթե արտահայտված է տվյալ խնդիրը։ Կարծում եմ կարող ենք արձանագրել, որ խաղի փուլը հաջողությամբ անցանք ու բավականին շատ բան սովորեցինք։ Շնորհակալ եմ շատ, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Ես եմ շնորհակալ։ Մենք արդեն լսեցինք, որ վաղ հայտնաբերումը, մասնագետների եւ ընտանիքի համակցված աշխատանքը, կրթական ճիշտ միջավայրի առկայությունը կարող են օգնել երեխային զարգանալ իր տեմպով, հասնել որոշակի ինքնուրույնության եւ ունենալ կյանքի ավելի բարձր որակ։ Այո, սա բարդ ճանապարհ է, հաճախ չերաշխավորված հանգուցալուծմամբ, բայց ահա մի օրինակ, որը եթե կարճ, ապա ասում է. հանուն դրա կարելի է ու պետք է պայքարել։ Նարեկը 1 տարեկան էր։ Չէր արձագանքում, երբ դիմում էին անունով, չէր արտաբերում սպասվող առաջին բառերը։ Այդ նշաններն են ծնողներին հուշել, որ երեխայի զարգացման մեջ ինչ-որ բան այնպես չէ։ Գուցե դեռ փոքր է, երևի ժամանակի հարց է։ Նման մտքերը հեշտությամբ կարող էին հանգստացնել ծնողներին, բայց նրանք որոշեցին չսպասել ու չհուսալ, թե ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Անմիջապես դիմեցին մասնագետի եւ սկսեցին երեխայի հետ հետեւողական աշխատանքը։ Նարեկն ունի զարգացման հապաղում։ Երբ ծնողը լսում է ախտորոշման մասին, կարող են լինել շատ բուռն հուզական արձագանքներ։ Շատ կարևոր է, որ ծնողը հենց այդ ժամանակ չունենա այն մեղքի զգացողությունը, որ հաճախ լինում է ծնողների մոտ եւ հասկանա, որ հույզերի են գունապնակը, որը ինքը զգում է, դա նորմալ է։ Կարևոր է, որ դիմել նեղ մասնագետների եւ ստանալ համապատասխան աջակցություն, որ վաղ տարիքից սկսեն երեխայի հետ աշխատանքներ իրականացնել եւ ինչքան երեխան փոքր է, այնքան ավելի արդյունքը ակնհայտ է լինում եւ արդեն մեծահասակ տարիքում ավելի հեշտ է լինում երեխայի համար։ Սկզբից գնացինք մանկական հոգեբանի, բալիկի մոտ աճ կոնտակտ չկար, ճանաչողություն չուներ, տարիքին համապատասխան գույները չէր ճանաչում, կենդանիներ, մրգեր, բանջարեղեն ոչինչ չգիտեր։ Ամիսների աշխատանքի շնորհիվ ունեցանք արդյունք։ Նարեկը արդեն ուներ աճ կոնտակտ, շատ լավ կարողանում էր հաղորդակցվել, ուներ ճանաչողություն գույներ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, ճանաչողությունը շատ լավ էր։ Հոգեբանից բացի Նարեկի հետ աշխատում են նաև լոգոպեդն ու էրգոթերապիստը։ Հաղորդակցման հմտությունների զարգացման, զգայական ու համային ընկալիչների խթանման ուղղությամբ։ Նարեկն ուներ ոտքերի տոնուսի խնդիր, կրունկը չէր կարողանում դնել գետնին, քայլում էր թաթերի վրա։ Մասնագետների ցուցմամբ իրականացվող մերսումների շնորհիվ այդ խնդիրն էլ հաղթահարել են։
Մասնագետների հետ անմիջական կապի մեջ եմ։ Իրենց ուղղորդմամբ ես էլ տանն եմ աշխատում, երեխայի հետ աշխատանքներ ենք տանում։ Մասնագետը խորհուրդ էր տալիս, որ Նարեկի հետ տանը աշխատենք հիմնականում ընկալման վրա։ Ես խնդրում էի, որ սա տաներ գցեր աղբը, ննջարանից ինչ որ բան բերեր տար ինձ։ Հիմա ունենք հրաշալի արդյունք։ Ծնողի ակտիվ ներգրավվածությունը եւս շատ կարևոր գործոն է երեխայի զարգացման գործընթացում, քանի որ նույնիսկ ամենափորձառու մասնագետը միայնակ ոչինչ անել չի կարող։ Կարևոր է, որ ծնողը երեխայի հետ սեղանի շուրջ նստած չաշխատի այնպես, ինչպես մասնագետն է աշխատում։ Կարևոր է այդ հմտությունները տանել դեպի իրական կյանք, կենցաղում դրանք օգտագործելով եւ այնուհետեւ զարգացնելով այդ հմտությունները։ Նարեկը հաճախում է պետական մանկապարտեզ։ Այստեղ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները գնահատել են երեխայի կրթական կարիքները եւ մշակել անհատական ուսուցման զարգացման պլան։ Սահմանել են երեխայի ուժեղ կողմերն ու զարգացման առաջնահերթ նպատակները։ Մանկապարտեզում Նարեկի հետ պարբերաբար աշխատում են հոգեբանը, լոգոպեդը եւ հատուկ մանկավարժը։ Յուրաքանչյուր հանդեսի, Սպորտլանդիայի կամ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ մասնագետներն ու դաստիարակները աջակցում են երեխային, որպեսզի հնարավորինս լիարժեք ընդգրկվի խմբում, շփվի հասակակիցների հետ եւ կատարի առաջադրանքները։ Նարեկը իր տեսակով շատ բարի մարդուկ է, շատ ընկերասեր է, լավ տեսողական հիշողություն ունի, սիրում է շատ ընթերցանությամբ զբաղվել, երեկոյան երբ պարկում ենք քնելու, շատ է սիրում գրքեր կարդալ, հեքիաթային գրքեր ենք կարդում, տանը սիրում է աշխատել պլաստիլինով, կինետիկ ավազը շատ սիրում մատիտներով ներկել։ Յուրաքանչյուր երեխա անցնում է զարգացման սեփական ուղին։ Չկա մեկ բանաձև, որը կարող է նույն արդյունավետությամբ կիրառվել բոլորի դեպքում, սակայն կան որոշ սկզբունքներ, որոնք օգնում են չկորցնել ուղղությունը։ Դրանց թվում են վաղ միջամտությունը, մասնագետների հետ ակտիվ համագործակցությունը եւ փոքր քայլերով առաջ շարժվելու պատրաստակամությունը։ Այո, սրանք չեն երաշխավորում ակնթարթային փոփոխություններ, չեն խոստանում հրաշքներ, բայց ստեղծում են ամուր հիմք երեխայի զարգացման եւ առաջընթացի համար։ Եվ այսպես մայրիկներ, այսօրվա քննարկումը աստիճանաբար մոտենում է իր ավարտին։ Որպես այսօրվա եզրափակում ես ուզում եմ ձեզ լսել, ինչ կարևոր ուղերձներ ունեք, որ կուզեիք փոխանցել հեռուստաեթերի միջոցով ծնողներին, երեխաներին, մանկավարժներին, մեր հասարակությանը, խնդրեմ։ Գիտեք, մտավոր զարգացման հապաղումը ի վերջո թերություն, արատ, պիտակ չէ, դա ընդամենը մարդու երեխայի առանձնահատկություն է եւ չի նշանակում, որ մեր կյանքը այդ ախտորոշումով սկսվում եւ ավարտվում է։ Մայրիկներին, ովքեր նոր են բախվել խնդրին, իմ մայրիկներին ու հայրիկներին շատ եմ խնդրում, այդպես ասենք։ Մայրիկները եւ հայրիկներին խորհուրդ կտամ չհուսալքվել առաջին հերթին երեխային չմեկուսացնել հասարակությունից, այլ ընդհակառակը փորձել ինտեգրել հասարակություն, որովհետև այդ մեկուսացումը ի վերջո բերում է ծնողների թե հոգեբանական, թե ֆիզիկական քայքայմանը։ Հասարակության ընդունումը շատ կարևոր է, թե ծնողի համար եւ թե երեխայի համար, բայց հենց հասարակության ընդունումն էլ սկսվում է ծնողի ընդունումից, այսինքն երբ դու քո երեխային ընդունում ես եւ փորձում ես երջանիկ զգալ եւ դա նորմա է լինում քեզ համար, այդ անդրադառնում է նաեւ հասարակության վրա եւ նրանք սկսում են քեզ նայել քո աչքերով, նաեւ քո երեխային նայել քո աչքերով։ Նաեւ կուզեմ խոսել նրա մասին, որ մեր ծնողները ովքեր ունեն նման բալիկներ, չխուսափեն բարձրաձայնել այդ խնդիրների մասին, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի եւ նորմալ ընդունի երեխաներին եւ նրանց հեշտ լինի ինտեգրվել եւ ադապտացվել հասարակության մեջ։ Այսինքն ամեն դեպքում ծնողի ցանկությունն է, որ թե ինքը ինտեգրված լինի լիարժեք կերպով հասարակության մեջ եւ թե երեխան։ Այսինքն մեկուսանել ոչ մի պարագայում չենք ուզում միայն ի վնաս ծնողի եւ ի վնաս երեխայի ժամանակի կորուստ։ Շնորհակալ եմ, խնդրեմ։ Զարգացման հապաղումը եւ մտավոր հաշմանդամությունը պատիժ չեն, դրանք չեն խլում երեխայի երազելու, սիրելու, սովորելու իրավունքները եւ իհարկե չեն սահմանում։ Այստեղ շատ կարեւոր է հասարակությունը եթե տա հավուր պատշաճի սեր, հարգանք, հոգատարություն, ապա այդ երեխաների տարբերությունները կդառնան ուժ եւ նրանք արդեն կսկսեն այլ ձև մտածել։ Շնորհակալ եմ։
Ամենակարևոր ուղերձը, որ պետք է հղենք այսօր, ծնողներին խնդրել, որ առավել ուշադիր լինեն եւ հնարավորության դեպքում առաջին փոքրիկ ինչ որ խնդիր նկատելու դեպքում դիմեն մասնագետին, հետագա խնդիրներից ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար, որովհետեւ յուրաքանչյուր օր կատարած աշխատանք իր օգուտը հաստատ կտա եւ լավատեսորեն տրամադրեն եւ որպես մանկավարժներ իմանան, որ իրենց կողքին կանգնած սիրով սպասում ենք եւ կօգնենք փոխադարձ այդ կապը հաղորդակցության շատ կարևոր է եւ պետք է ներգրաված լինեն ամբողջ չափով, մենք էլ մեր մասով։ Անշուշտ սա հեշտ թեմա չէ ոչ լսելու, ոչ խոսելու, ոչ էլ ընդունելու համար, որովհետև երբ ծնողը սկսում է կասկածել, որ իր երեխայի զարգացումն ընթանում է այլ ճանապարհով, դա պարզապես տեղեկատվություն չէ։ Դա վախ է, հաճախ նաև մեղքի զգացում, անորոշություն։ Իսկ երբեմն էլ լուռ հույս, որ եթե չխոսենք դրա մասին, ապա կանհետանա։ Իսկ ճշմարտությունն այն է, որ փակ աչքերով երեխային պաշտպանել չի ստացվելու։ Մտավոր զարգացման խանգարումը դատավճիռ չէ, դա ճանապարհ է, ավելի երկար, ավելի բարդ, բայց ոչ փակ։ Ճանապարհ, որտեղ երեխան կարող է զարգանալ, սովորել, ինքնուրույնանալ, եթե մեծահասակները ժամանակին կանգնեն նրա կողքին։ Եթե ծնողական ժողովի այս թողարկումից հետո թեկուզ մեկ ծնող մտածի, «Էլ չեմ սպասելու, գնում ենք մասնագետի մոտ», ապա դա արդեն մեկ երեխայի հաղթանակ է։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ շատ ձեր փորձն ու գիտելիքը ծնողական ժողովի տաղավար բերելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։